Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրոպայի պալատում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսուպոլոսի հետ։ Կողմերը վերահաստատել են երկխոսության շարունակականության եւ գործնական համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը, նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր են քննարկել։ 44-օրյա պատերազմում անհետ կորածների հարազատները բողոքի ակցիան իրականացնել Պաշտպանության նախարարության մոտ, նրանք պահանջում են հանդիպում բարձրաստիճան զինվորականների հետ եւ պարզաբանում իրենց երեխաների հարազատների գտնվելու վայրի վերաբերյալ։ Ծնողները պնմուտքի մոտ են փակելով անցուդարձը, այնտեղ են նաեւ ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ եւ ոստիկաններ։ Մեր երկրի համար ռիսկ են փակ սահմանները, որովհետև Թուրքիա եւ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանները փակել են, որ Հայաստանը տնտեսապես չեզոքացնեն եւ իրենք իրենց խնդիրները կարողանան լուծել հեշտությամբ։ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Միևնույն ժամանակ նա վստահեցրել է, որ հասնելու է նրան, որ հայ-թուրքական սահմանը բացվի։ Սիրելի երևանցիներ, ամսի 11-ից սկսում է Էրեբունի Երևան տոնակատարությունները, բոլոր քաղաքացիներին հրավիրում են Երևան տոնելու սիրելի քաղաքի ծննդյան օրը, հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը եւ հավելել է Էրեբունի Երևան տոնն իր նոր կոնցեպտով Երևանում իրականացվող լավագույն միջոցառումների խտացումն է 1-2 օրվա մեջ։ Մոլդովայում ընդդիմությունը բողոքների ցույց է սկսել չընդունելով կիրակի օրը կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, նախկին նախագահ հայրենասերների բլոկի առաջնորդ Իգոր Դոդոնը հանրահավաք է կազմակերպել կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի առջև, հայտարարելով, որ իշխանությունը հաղթել է միայն երկրի ներսում։ Լևոն Արոնյանը ոչ-ոքի արդյունքով է ավարտել Բրազիլիայում ընթացող Grand Chess Tour-ի առաջին պարտիան։ Grand Chess Tour-ի եզրափակիչ մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը մրցել է ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Ֆաբիանո Կարուանայի հետ։ Պարտիայի 37-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը։